Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Հովհաննես Թումանյանը 1902 թվականին գրել էր «Մեր ուխտը» բանաստեղծությունը։ Չնայած այդ գործը գրելու համար կային կոնկրետ պատմական առիթներ, այդ ստեղծագործությունը, այդ բանաստեղծությունը արդիական է բոլոր ժամանակների համար։ Առաջին 4 տողերը հետևյալն են։ Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս ու գնում ենք մեր ճամփով, մրիկներով պատած անհույս, սև խավարով, մութ ամպով։ Արդյոք բոլոր մարդկանց ի սկզբանե հատուկ է ձգտումը դեպի լույս, եւ հակառակ ուղղությամբ գնալը պարզապես ցավալի մոլորություն է։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ Լույսի մասին 20-րդ դարի սկզբին գրված մեր մեծ բանաստեղծի տողերից տեղափոխվենք 10-11-րդ դար։ Հույն մտածող եւ բանաստեղծ, որին անվանում էին Սիմեոն Նոր Աստվածաբան, իր աղոթքներից մեկում այսպիսի մի միտք է արտահայտում. ով լույս, որին ոչ ոք անուն չի տվել, դիմում է բնականաբար Աստծուն, քանի որ դու անանուն ես, ոչ մի մարդկային լեզու չի կարող քեզ կոչել, ու ոչ մի մահկանացու միտք չի կարող քեզ ըմբռնել, բայց դու բացվում ես մաքուր սրտերի լռության մեջ։ Ըստ Սիմեոնի, լույսը, որը ինքն Աստվածն է, հնարավոր չէ կոչել որևէ անունով, դա անիմաստ է, բայց կարելի է տեսնել, թե ինչպես է այն ազդում մեր սրտերի վրա։ Իսկ դրա համար կա մի կարևոր պայման, որ սիրտը պետք է մաքուր լինի։ Ինչպես նույն ժամանակաշրջանում գրում էր Գրիգոր Նարեկացին, դարձյալ դիմերով Աստծուն, սրտի մաքրության մեջ ծագե ճառագայթ քո լույսիդ։ Իսկ ինչպես է մեր սրտի մաքուր կամ պղտոր լինելը բացահայտվում։ Իհարկե մեր արարքների, մեր խոսքերի միջոցով մի անգամ արդեն առիթ ենք ունեցել խոսելու, որ հայհոյանքը օրինակ ի հայտ է բերում մեր սրտի, այսինքն մեր հոգու կեղտը, պղտորությունը։ Այստեղ մեկ այլ հարց է ծագում։ Իսկ ինչի միջոցով ենք մենք ներս թողնում լույսը։ Եթե խոսենք ոչ միայն ֆիզիկայի, այլև աստվածաշնչյան կերպարների մասին, ապա դա անշուշտ նախ եւ առաջ աչքն է։ Լեռան քարոզում Քրիստոս ասում է. ոչ ոք ճրակ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի, այսինքն մոմակալի վրա, որպեսզի մտնողը լույս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է։ Երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի։ Ավետարանը մեզ ոչ այնքան դեղատոմսեր է տալիս, այս իրավիճակում այսպես վարվի կամ այնպես վարվի, այլ տալիս է այն, ինչ ժամանակակից լեզվով անվանում են օպտիկա, որով առաջնորդվում ես, երբ նայում ես որևէ առարկայի կամ որևէ երևույթի։ Շարունակելով այդ համեմատությունը կարող ենք ասել, եթե ուզում ենք լույսը տեսնել, ապա պետք է նախ եւ առաջ ակնոցը մաքրենք։ Այդպես ենք մենք ձևակերպում նաև մեր առօրյա խոսակցության մեջ։ Ասում ենք, մենք նրան բարի աչքով ենք նայում։ Կամ մենք ինչ-որ մեկին, ինչ-որ մի բան պահպանում ենք աչքի լույսի պես եւ այլն։ Իսկ եթե ուզում ենք խոսել մեր տեսակետի, մեր տեսնելու կետի մասին, ապա ասում ենք տվյալ առարկային ես նայում եմ կամ տվյալ երևույթին ես նայում եմ այս լույսի ներքո։ Այսինքն մենք արդեն ունենք որոշակի փոխաբերական իմաստով ակնոց, որի միջոցով մենք մոտենում ենք տվյալ երևույթին, տվյալ հարցին։ Այդ մոտեցումը ձևավորվում է մեր սրտում։ Լույսի, սրտի եւ աչքի փոխաբերությունը իհարկե անհիշելի ժամանակներից է գալիս, բայց իր կատարյալ մարմնավորումն է գտնում Աստվածաշնչում։ Սակայն այն օպտիկան, որով մենք նայում ենք աշխարհին, այնպես չէ, որ ի վերուս տրված է, դա նույնպես ի վերջո մեր ընտրությունն է։ Հովհաննեսի ավետարանում կա Քրիստոսի եւ Նիկոդիմոս փարիսեցու զրույցը։ Նիկոդիմոսը ի դեպ դրական ձևով է ներկայացված եւ ի վերջո հակվում է դեպի Աստծո ճշմարտությունը։ Եվ այդ գիշերային զրույցում Քրիստոս ասում է. երբ գալիս է լույսը, երբ գալիս է Աստծո որդին, մարդն է որոշում, ինքն է դատում, թե ինչպես արձագանքել դրան, ինչպես նայել այդ լույսին։ Եվ դատաստանն արդեն իսկն է, այսինքն դատաստանը հետևյալն է,
Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Սա հիշեցնեմ Հովանեսի ավետարանից է։ Լույսն այստեղ ճշմարտությունն է, իսկ խավարը մեղքի մեջ գտնվելը, ճշմարտությունը չընդունելը։ Եվ այն դեպքում, երբ մենք չար մութ գործերով ենք զբաղված, մենք բնականաբար գերադասում ենք խավարը, որ այդ գործերը չերևան, դրանց վրա լույս չսփռվի։ Ճիշտ է նաև հակառակը։ Լավ գործերը կարիք չկա թաքցնելու։ Քրիստոս ասում է իր աշակերտներին եւ հետևորդներին. դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել։ Դա իհարկե ոչ թե բարի գործերը թմբկահարելու, այլ մշտապես համեստորեն ծառայելու կոչ է, որը պետք է օրինակ լինի մյուսների համար։ Հետաքրքիր է, որ ավետարանի մի դրվագում Հիսուս ասում է. դուք եք աշխարհի լույսը, իսկ մեկ այլ տեղում ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից է գալիս, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա կյանքի լույսը։ Այսինքն Հիսուս լույս է ինքնին, ըստ էության, իսկ մենք կարող ենք լույս լինել մեր ընտրությամբ։ Մեր խոսակցությունը լույսի մասին սկսել էինք Սիմեոն նոր աստվածաբանից եւ ավարտելու ենք մեկ այլ հունալեզու հեղինակով 4 դար առաջ Սիմեոնից 4 դար առաջ ապրում էր մեկ այլ հունալեզու մտածող Մաքսիմուս Խոստովանողը։ Ըստ նրա մարդն իր սկզբնական վիճակում տեսնում է Աստծո լույսը, ապրում է ճշմարտության մեջ, բայց մեղք գործելուց հետո մարդու միտքը մթագնում է, կապվում է զգայական առարկաներին, եւ նա ժամանակավորը ընկալում է որպես բարձր շնորհ։ Մարդն այդպիսով չի գտնվում խավարի մեջ, այլ ստեղծում է այդ խավարը։ Եվ հոգևոր մաքարումը ըստ այդմ մտքի պայծառացումն է, կրքերից ազատվելը եւ Աստծո լույսը տեսնելը։ Բոլորիս, այսինքն բոլոր մահկանացուներից մեջ կա եւ լույսը եւ խավարը։ Մենք ոչ մեկի մասին չենք կարող ասել, որ նա բացարձակ չարիք է կամ հակառակը, որ նա բացարձակ լույս է, որ նա մարմնավորում է բոլոր առաքինությունները։ Դրական իմաստով բացարձակ է միայն Աստված։ Եվ մենք կարող ենք օգտվել այդ լույսից, իսկ կարող ենք բացարձակությունը փնտրել մարդկանց մեջ։ Ընտրությունը մեր։